մեղադրանքը լրիվ սարկած, սուտ, փուջիկ, որցին պանչկալ հակառակը, հոլամանապարտ, որը թուղթը գրելա, որը և դեսպանները ներկա և նախկինը, որը կան, որ բոլոր սարկած փուջիկը, որից է մի բան չկա։ 100% դա ասենք թե ապացուցվում։ Դա մեն ինչ պարզ կլի։ Այսպես է մեկնաբանել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իր դեմ հարուցված քրեական գործերը։ 12 ժամից ավելի եւ ավելի քան 70 տարբեր հասցեներում իրականացված հուզարկություններից հետո քննչական կոմիտեն հայտնել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալության եւ նրա դեմ հարուցված նոր քրեական գործի մանրամասները։ Գործարարին եւ նրա համախոհներին մեղադրում են 2022-ից 2024 թվականների ընթացքում շուրջ 22 միլիոն դոլարի խարդախություն եւ փողերի լվացում կազմակերպելու համար։ Քննության վարկածով հանցավոր խումբը Իրանից ներկրված տեխնիկան եւ վառելիքը հափշտակել է կեղծ փաստաթղթերի ու ձևական գործարքների միջոցով։ Ապօրինի ստացված եկամուտները հետագայում մտցվել են օրինական շրջանառության մեջ դրանց իրական ծագումը թաքցնելու նպատակով։ Դատարանն այսօր պետք է քննի Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ գործարար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը։ Քննչական կոմիտեն միջնորդել է նրան 2 ամսով կալանավորել։ Միջնորդությունը քննելու է դատավոր Գարիկ Աբելյանը։ ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործերը անվանել է դատարկ, մտածածին ու ուռճացված, շեշտելով, որ այն կրում է քաղաքական վրեժխնդրության բնույթ։ Ըստ նրա, գործողությունների հետևանքով ավելի քան 10,000 աշխատակից մատնվել է հարկադիր պարապուրդի, իսկ ընկերությունների գործունեության կապարակնքումը վտանգում է տնտեսությունը եւ առաջացնում անվտանգային լուրջ խնդիրներ, հատկապես արտադրական ձեռնարկություններում։ Անդրադառնալով ապօրինի ворսի եւ կենդանիների արգրավմանը, Տոնոյանը նշել է, որ Ծառուկյանը գործել է օրենքի շրջանակներում, ունեցել է անհրաժեշտ բոլոր թույլտվությունները, իսկ կենդանիների պահման պայմանները համապատասխանել են նորմերին։ Ես պարզապես ուզում եմ հասկանամ, թե տնտեսության ողնաշարը կոտրելու հետևողական այս նախաձեռնությունը որքանով է նպատակահարմար։ Ես իհարկե հասկանում եմ, որ քաղաքական վրեժխնդրությունից դրդված ցանկացած գնով նպատակին հասնելու այսպես անհագուրտ ու մեծ ցանկություն ունեն օրվա իշխանությունները, բայց ցավով պետք է տեղեկացնեմ, որ տնտեսության ողնաշարը ու այսպես կոտրելուն եւ տնտեսությունը փշրելուն ուղղված այս գործընթացը իրականում լի է լինելու բազմաթիվ վտանգավոր հետևանքներով, որովհետեւ տասնյակ հազարավոր մարդիկ կրկնում եմ, որ դարձել են գործազուրկ եւ բնական է, որ այս հարցը այսպես մնալ չի կարող։ Ուժեղ Հայաստան դաշինքը խստորեն դատապարտել է գործող իշխանությունների կողմից Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական ճնշումները։ Դաշինքի գնահատմամբ սա երկրում շարունակվող քաղաքական զանգվածային հետապնդումների հերթական դրսևորումն է, որի գլխավոր նպատակը ընդդիմադիր ուժերին լռեցնելն ու քաղաքական դաշտը մաքրելն է։ Ըստ հայտարարության իրավապահ համակարգի օգտագործումը որպես քաղաքական պայքարի գործիք ծանր հետևանքներ է ունենում երկրի տնտեսության եւ ներդրումային միջավայրի վրա, խաթարելով կայուն զարգացման հնարավորությունները։ Ուժեղ Հայաստանը արձանագրել է, որ այս գործողությունները չեն վայելում հանրային աջակցություն եւ ընդգծել է, որ Հայաստանին օր առաջ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ ուղղված իրավունքի գերակայության հաստատմանը, արդարադատության անկախության ապահովմանը եւ հասարակության բարեկեցության բարձրացմանը։ Հայաստան դաշինքը խստորեն դատապարտել է Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը, ինչպես նաև նրա ընտանիքին պատկանող ձեռնարկություններում իրականացված գործողությունները, դրանք որակելով որպես բացահայտ քաղաքական հաշվեհարդար։ Դաշինքի հայտարարության մեջ նշվում է, որ ուժային կառույցները քաղաքական մահակի վերածելու եւ ընդդիմախոսներին ճնշելու գործող իշխանությունների ворթեգրած գործելավոճը դուրս է իրավական տրամաբանությունից եւ պայմանավորված է վարչախմբի ունեցած վախերով։ Դաշինքն իր աջակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին եւ քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց։ Միաժամանակ Հայաստան դաշինքը միջազգային դերակատարների ուշադրությունն է հրավիրել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, կոչ անելով հստակ գնահատականների միջոցով կանխել երկրում ավտորիտար ռեժիմի ամրապնդումը։ Անկարայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը, որը տեղի է ունենում Դաշինքի պատմության համար բեկումնային պահին, երբ ԱՄՆ-ն նվազեցնում է իր անվտանգային դերը Եվրոպայում։ Թուրքիայի մայրաքաղաքում հավաքված ՆԱՏՕ-ի 32 անդամ երկրների առաջնորդները փորձելու են վերահաստատել անվտանգության հանդեպ իրենց հանձնառությունը։ Նախագահ Դոնալդ Թրամփը գագաթնաժողովից առաջ պահանջել է հավատարմություն, քննադատելով Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային, Իտալիային եւ Իսպանիային Իրանի դեմ հարձակումներում ամերիկյան ուժերի
ուժերին սեփական ռազմակայաններից օգտվելու հնարավորություն չտալու համար։ Գագաթնաժողովի շրջանակներում քննարկվելու է ՆԱՏՕ 3.0 հայեցակարգը, որի նպատակն է ստեղծել ավելի ուժեղ ՆԱՏՕ-ի կազմում, ավելի ուժեղ Եվրոպա։ Գագաթնաժողովի ընթացքում առանցքային քննարկումներից կլինի Եվրոպայում ԱՄՆ ուժերի թվաքանակի հարցը։ Պենտագոնը զարմացրել է դաշնակիցներին հայտարարելով ԱՄՆ ներկայության վերանայման մասին, կենտրոնանալով այն բանի վրա, թե որքանով է Եվրոպան պատրաստ ինքնապաշտպանության եւ արդյոք ԱՄՆ-ն ունի ռազմակայանների ու օդային տարածքի լիարժեք հասանելիություն։ Ինչ վերաբերում է հավատարմության հարցին, Թրամփը դեռևս հստակ չի սահմանել, թե ինչ է պահանջում դաշնակիցներից ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածով ամրագրված հավաքական անվտանգության երաշխիքներից զատ։ Օրակարգի գլխավոր հարցերից է նաև պաշտպանական ծախսերի ավելացումը։ Չնայած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեն նշել է եվրոպացի դաշնակիցների ծախսերի 20%-ի աճի մասին, դա ըստ ամենայնի չի բավարարում Թրամփի վարչակազմին, որն իր հերթին պահանջում է ներդրումների հավասարեցում։ Բացի այդ, դաշինքը նպատակ ունի շարունակել Ուկրաինային աջակցությունը, որի օդային պաշտպանության ծախսերի մոտ 90%-ը հոգում են եվրոպացի դաշնակիցներն ու Կանադան։ Գագաթնաժողովը հյուրընկալել է Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր նստավայրում Բեշթեփեյում։ Անկարայում անվտանգության միջոցառումները խստացված են, օդային պաշտպանության համակարգերը բերված են պատրաստության։ Ոստիկանության տասնյակ հազարավոր աշխատակիցներ են ծառայում, իսկ հանրային հավաքներն արգելված են։ Թուրքիայի ժուրնալիստների միության տվյալներով անվտանգային գործողությունների ընթացքում արդեն իսկ ձերբակալվել են ավելի քան 1 տասնյակ մարդ, այդ թվում 2 լրագրող։ Այսօր երեկոյան նախատեսված է ընթրիկ Էրդողանի ձմեռային այգում, որին կմասնակցեն նաև Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Դամասկոսում պայթյուն է եղել այն հյուրանոցի մոտ, որտեղ ժամանել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ալ-Հադադ հեռուստաալիքի տվյալներով միջադեպը տեղի ունեցել Մակրոնի այդ տարածքը լքելուց քիչ անց։ Նախնական տվյալներով գործի է դրվել ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարք։ Պայթյունների հետևանքով վիրավորվել է 18 մարդ, այդ թվում 4 ոստիկան, հայտնել է Սիրիայի ներքին գործերի նախարարությունը։ Ոստիկանությունը պայթուցիկ սարքերը հայտնաբերել է նախքան պայթելը, սակայն մասնագետները չեն կարողացել վնասազերծել դրանք։ Լե Ֆիգարոյի փոխանցմամբ մեկ ռումբը տեղադրված է եղել աղբամանում, իսկ մյուսը հյուրանոցի մոտ գտնվող մեքենայում։ Մակրոնը չի տուժել։ Սիրիայի նախագահ Ահմադ Ալ-Շարայի հետ այցելել է Դամասկոսի Ումայադ մզկիթ։ ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները չեն սկսվի, եթե Վաշինգտոնի սպառնալիքները շարունակվեն։ X-ի իր էջում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նրա խոսքով սա շեշտված է փոխըմբռնման հուշագրի 13-րդ կետում, եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արդեն իր ստորագրությամբ հաստատել է, որ համաձայն են։ Հարգեք ձեր ստորագրությունը, գրել է Արաղչին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ կամ կկնքվի համաձայնագիր, կամ ԱՄՆ-ն կավարտի իր սկսած գործը։ Դնեպրոպետրովսկի մարզում գտնվող Նովայա Պոչտա բեռնատար տերմինալը հրդեհվել է ռուսական ավիահարվածից հետո։ Տեսանյութերը գիշերվանից լայնորեն տարածվում են սոցցանցերում։ Ուկրաինայի զինված ուժերը նման տերմինալներն օգտագործում են որպես լոգիստիկ կենտրոններ։ Օրինակ, անօդաչու թռչող սարքեր են պահվել եւ հավաքվել Սումիում, ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Աշխարհի տարբեր անկյուններում փոթորիկները չեն նահանջում։ Չինաստանում փոթորկի եւ պտտահողմի հետևանքով 11 մարդ է զոհվել, մեկը անհետ կորել, 331-ը տուժել։ Անբարենպաստ եղանակից տուժել է նաեւ նահանգի ավելի քան 14000 բնակիչ, փլուզվել է 22 տուն, վնասվել 4800 շինություն։ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում էլ փոթորկի ժամանակ փլվել է մեծածախ առևտրի խանութի տանիքը։ Մեծ քանակությամբ անձրևաջուր է լցվել խանութ։ Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն ոչ ոք չի տուժել։ Փլուզման փաստով հետաքննություն է ընթանում։